Հողի հետ աշխատանքը Այդա Ներսեսյանի սիրելի զբաղմունքն է։ Հաճույքով եմ անում, ասում է, եթե կլիման բարեհաճ է։ Լոռու մարզի Ագարակ գյուղում է ապրում։ Տնամերձն ամեն տարի մշակում, բնության տվածն է հավաքում։ Մի քիչ որ մշակում ենք, մի քիչ էլ ջրի հարցն ենք լուծում, ըլնմա։ Գցանում ենք կարտոֆիլ, սիմինտ, սեմուչխա։ Առաջ կլիման բոլորովին ուրիշ էր։ Տատանումներն այսքան կտրուկ չէին, համեմատում է 71-ամյակինը։ Հիմա եւ ինքն է փորձում հարմարվել եւ հողի աշխատանքները հարմարեցնել կլիմայական փոփոխություններին։ Դեն ժամանակ նորմալ ջուն էր գալի, բերքը ավելի լավ էր ելնեմ, որովհետեւ ջունը գալիս էր, ջրի պաշարը հողը վերցնում էր։ Հիմա արդեն էլ չի վերցնում։ Ամառը ինք տենում, ձմեռը էր, նայում ենք եղանակինը, այսօր դավայ գնացինք։ Ուղղակի ժողովուրդը այնքան է խեղճ ելնեմ, որ մեկ էլ արավ, կարկուտը գալիս է սրբը տանում, ոչ իման չի մնում։ Արդեն ընկան վարկի տակ։ Սխտորի մարգերը փխրեցնում, հարևանուհու հետ զրույցի է բռնվում։ Կտրուկ փոփոխությունները նաև սիրտանոթային խնդիր ունեցողների վրա են բացասաբար անդրադառնում, ասում է։ Այսօր արև է, վաղը կարա անձրև լինի, ցուրտ լինի, ջերմաստիճանը միանգամից իջնի, մի 5-6 աստիճանով բարձրանա։ Հիպերտոնիկ հիվանդները եղանակի փոփոխության հետ միշտ էլ վատ են զգում։ Վերջին անգամ իրենց ընկուզենին լավ բերք տվեց 2020-ին, բայց Քովիդն ու պատերազմը տրամադրություն չթողեցին։ Չկարողացանք ոչ մեզ հավաքել, ոչ բերքը, հիշում է Ագարակի դպրոցի ուսուցչուհի Լուսինե Բալայանը։ Դրանից հետո լավ բերք չեն տեսել։ Մինչդեռ նախկինում լավ վաճառում եկամուտ էին ստանում։ Ես հիշում եմ երեխա ժամանակ, ինչքան ձյուն էր գալիս, հիմա այդ ձյունը այդքան էլ չի գալիս։ Երբեմն նույնիսկ լինում է այնպիսի կլիմա, երբ գարնանը շուտ է գարունը գալիս, անմիջապես հետո ցրտահարություն է լինում, բույսերի վրա ազդում է, օրինակ ընկույզը։ Երբեմն լավ բերք ենք ստանում եւ երբեմն ընկույզը նույնիսկ մի հատ էլ չի ծառի վրա երևում։ Կտրուկ փոփոխությունը շատ ազդում է հատկապես արյան ճնշում ունեցողների վրա։ Ես էլ դրանից անմասն չեմ լինում, այո, ին վրա էլ է ազդում։ Աշխարհի հեղինակավոր առողջապահական կառույցների 130-ի հասնող փորձագիտական ուսումնասիրությունների 68% կամ 89 ուսումնասիրություն եզրահանգում է՝ կանանց առողջությունը կլիմայական փոփոխություններից ավելի շատ է տուժում, քան տղամարդկանց։ Կանայք, հատկապես վերարտադրողական տարիքի, ֆիզիոլոգիապես շատ ավելի խոցելի են։ Բացի այս, կլիմայի փոփոխությունը կարող է բացասաբար ազդել նաև կանանց սոցիալ-տնտեսական վիճակի վրա, որովհետև հաճախ հենց կանայք են տնտեսություններ վարում ու եկամուտ ապահովում։ Մարդիկ չեն մտածում, որ կլիման ուղիղ ազդեցություն ունի իրենց առողջական վիճակի վրա, ասում է Բիոսոֆիա բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը։ Այս առումով խոցելի են հատկապես կանայք, որովհետև հիմնականում տեղյակ չեն կլիմայական փոփոխություններից ու չգիտեն ինչպես այն կարող է ազդել իրենց կյանքի որակի վրա։ Կանայք ֆիզիոլոգիապես նաև շատ ավելի խոցելի են։ Կանայք են հիմնականում տանը, կանայք են կենցաղային խնդիրները լուծում։ 2025 թվականի մարտ-հուլիս ամիսներին Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան կազմակերպությունը հետազոտել է Լոռու մարզի կանանց հիմնախնդիրներն ու զեկույց կազմել, կարիքները վերհանելուն զուգահեռ նաև լուծումներ առաջարկել։ Հետազոտությանը մասնակցել են Լոռու մարզի 400-ից ավելի կանայք։ Զեկույցն անդրադարձել է նաև կլիմայական փոփոխությունների ազդեցությանը։ Ըստ այդմ դրանք բացասաբար են անդրադառնում լոռեցի կանանց կյանքի որակի վրա, առաջացնելով տարաբնույթ խնդիրներ, առողջականից մինչև տնտեսական։ Մասնավորապես կանանց մոտ ավելի հաճախակի են սրտանոթային ու նյարդային հիվանդություններն ու գլխացավերը։ Որոշ համայնքներում ամռան տևողությունը կրճատվել է 1.5 ամսով։ Որոշ համայնքներում էլ սկսել են գերիշխել ավելի շոգ եղանակային պայմանները։ Մարդիկ դեռ չեն կարողանում հարմարվել այդ փոփոխություններին։ Հետազոտության մասնակից կանանց խոսքով պակաս աղետաբեր չի եղել նաև դեպետի վարարումը, որն իր վատ ազդեցությունն է թողել կանանց տնտեսական գործունեության և առողջական վիճակի վրա։ Անիկ Մատինյանը ջրհեղեղից հետո շատ նյարդային է դարձել։ Նախկին այգու նկարներն առանց հուզմունքի չի կարողանում նայել։ Հոգսը շատացել ավելի, դաժե արդեն ներվային, կարելի ասել, լարվածություն եմ զգում, որ հիշում եմ ինչ ժամանակվա իմ եկամուտու հմի, ամբողջ տարի երևակայսկի 100 կիլո թուզել չեմ տվել։ Քաշկով հարս եկած Անիկ Մատինյանը նման աղետ չի հիշում։ Հաշված վայրկյանների ընթացքում զրկվել է եկամտի հիմնական աղբյուրից։
Հողի համար ելնելով կատեգորիայից փոխհատուցում չի ստացել, միայն ցանկապատի համար են գումար հատկացրել։ Փոքր լրիվ նոր ենք դրել, այսպես հիմի չի փորվում, որ գոնե մի բան ցանենք, չեմ կարող։ Ահա վնասներ եմ կրել, իմ եկամուտը ստեղից այլ հիմնականում։ Իմ երեխեքը ես հողամասով եմ պահել, մեծացրել, վարկեր ունենք, տվենք մի կերպելի, դառը դատես, հատակ նստես հիմի մերն եղավ։ Այսօր էլ դեռ չի հարմարվում մտքին, որ տարիների չարչարանքով ստեղծած այգին կիսատ պռատ է։ Գետը հողը քշել տարել է, տեղում ոչինչ չի աճում, ասում է։ Փորձում է քիչ-քիչ մշակել, բերք ու բարիք ստանալ, հուշերը հանգիստ չեն տալիս։ Ինչքան ցախ կա, սատկած անասուններ կա, լրիվ ըստեղեր։ Ինչքան որ կա, ով ինչ գործ կարելի ասել իր ուներ, գործիք ուներ, ինչ որ կա, լրիվ ըստեղեր, լրիվ ավերել էր, գոմի մեջ սատկել է խոզերս, հավերս լրիվ ցակուցրի վարա։ 2024 թվականի մայիսի 26-ին Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանը կլիմայական կոլապսի մեջ էր, որ դառատ անձրևներից վարարած դեպետ գետը լցվել էր մարդկանց տները, քշել տարել այգիներ, կենդանիներ, մի ողջ ապրուստ։ Աղունիկ Ախվերդյանը սթրեսներից թուլացել, բայց չի կոտրվել։ Մինչև այսօր դեռ ոնց ասեմ, չենք կարողանում ուշքի գանք։ Մեր եկամուտը եղել է հողագործությունից, այգին ամբողջությամբ մնաց տեղի տակ, 2 տարի մշակում ենք, մաքրում ենք, չենք կարող այդ մեր հողը ուշքի բերենք։ Առողջություն էլ չունեմ, բայց նորից սկսել եմ մշակում եմ, տունը դրանով ենք պահում։ Էլի աղետից հետո կարալյոկը ունեինք։ Եկավ վերևից կարկուտը, լրիվ ամբողջությամբ սրբեց։ Ես շատ ուժեղ ստրես եմ տարել։ Ես հիմա զգում եմ, համ արդեն թուլացել եմ, էլ չեմ կարողանում, այն որ են տրակտորի նման աշխատում էի, հիմա շատ եմ թուլացել, հետո հիշողությանս ազդել։ Կլիմայի փոփոխությունները քաշկոփում վերջին տարիներին նկատելի են։ Նախկինում այստեղ ձյանտեղումները սակավ էին, այժմ ավելի շատ են։ Շուրջ 300 բնակչով Ալավերդու քաշկոփ բնակավայրը 2024-ի ջրհեղեղից ամենաշատն է տուժել։ Ողջ գյուղը ջրի տակ էր։ Քաշկոփի վերջական ղեկավար Հերմինե Պետրոսյանն է ասում։ Ջրհեղեղի օրերին կանայք ավելի դյուրագրգիռ էին դարձել։ Ավանդաբար այստեղ կանայք այգեգործությամբ ընտանիքի հոգսեր են հոգացել ու բնական աղետի հետևանքով եկամուտների նվազումը մեծապես ազդել էր նրանց հոգեբանական վիճակի վրա։ Իրենց այգու օրինակով գիտի, ինչ դժվար է տարիներով հիմնած այգիները կորցնել հաշված րոպեների ընթացքում։ Կանայք իրենց ամուսիններից ավելի շատ կարելի ասել, այս այգիների եկամուտով իրենք իրանց ընտանիքի հոգսերը կարողացել են հոգալ։ Ջրհեղեղից առաջ մեր այգին կարելի է դրախտային այգի անվանել, որտեղ ամեն ինչ կար։ Ջրհեղեղից հետո 2 րոպեում ամբողջ ծառերը, անգամ հողը լված տարավ։ Ընդհանրապես կլիմայի փոփոխությունը շատ մեծ է եւ այդ փոփոխության հետևանքով արդեն աղետների ռիսկը մեծանում է։ Կանանց շրջանում կլիմայակայուն գյուղատնտեսության մասին իրազեկումն ու վերապատրաստումը շատ կարևոր է, հատկապես դիմակայության տեսակետից։ Լոռու մարզի կանանց հիմնախնդիրների բացահայտում զեկույցի հեղինակներն են առաջարկում։ Դրա շնորհիվ հնարավոր է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները գյուղատնտեսության վրա եւ հնարավորություն տալ կանանց վարել գրագետ գյուղատնտեսություն եւ ավելի կայուն եկամուտ ունենալ։ Փորձագիտական շրջանակներն այս հարցում պետությունից ավելի գործուն քայլեր են ակնկալում։ Կլիմայի փոփոխության ուղղությամբ պետությունը էական մեծ քայլեր չի անում, որոնք պետք է էլի աներ, հասարակական կազմակերպությունները, միջազգային կառույցները այդ ուղղությամբ բավականին շատ ծրագրեր անում են, բայց կարծում եմ, որ դա դեռևս բավարար չէ։ Կարևոր քայլ արվեց կլիմայի փոփոխության հարմար ողականության ազգային ծրագիր ընդունվեց, համայնքային մակարդակում արդեն որոշակի փոփոխություններ կատարվել են, բայց դրանց պետք է հաջորդեն նաև ենթավորեց դրական ակտեր, կոնկրետ այնպիսի քայլեր ու գործողություններ, որոնք բերեն գործնական տեղաշարժի։ Իրավապաշտպան բնապահպան Օլեգ Դուլգարյանի դիտարկմամբ կլիմայական փոփոխություններին դիմակայելու գործընթացի հիմնական դերակատարները համայնքային իշխանություններն են, ովքեր տեղական մակարդակում պիտի աշխատեն իրենց բնակիչների հետ, մշակեն համապատասխան քաղաքականություններ։ Արդյոք ունեն իրենք այն կարողությունները, որպեսզի դիմագրավեն, այսպես ասած, կլիմայական փոփոխություններով թելադրված խնդիրները, կանխարգելեն, դիմագրավեն։
Այսինքն շատ բազմակոմպլեքս խնդիր է եւ ասել, որ դա միայն պետական քաղաքականության կամքով կարող է լուծվել, ոչ, բայց պետական քաղաքականությունը կարող է թելադրել, որպեսզի տեղական մակարդակում մարդկանց հետ սկսեն աշխատել։ 2026 թվականի հունվարի 20-ին ազգային ժողովն ընդունեց կլիմայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որն ուժի մեջ մտավ փետրվարի 12-ին։ Այն կարևոր քայլ է երկրի կլիմայական քաղաքականության ամրապնդման ուղղությամբ։ Նոր օրենքը սահմանում է կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության իրավական շրջանակը, համահունչ կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային կոնվենցիային և Փարիզյան համաձայնագրին, որով Հայաստանը ստանձնել է ջերմոցային գազերի կրճատման կամավոր հանձնառություն, ինչպես նաև բացել լայն հնարավորություններ ներգրավելու ֆինանսական միջոցներ, պայքարելու կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած բացասական հետևանքների դեմ։